Եթե Գյումրու քաղաքապետը քիֆիրեներ չի դե, ուրեմն վրընդեք քաղաքի։ Կան մնաց կիսատ, ասեց էլի։ Ասելով որ Գյումրու Ավոն, պարդադիր, պետք է դրանցից գիտենամ։ Հիմա դուք հաստատում թե հերքում եք այդ ձայնագրությունը։ Ես ճիշտ ասած, ես չգիտեմ հիմա դաժե ես եմ դե ես չեմ, պետք է մի հատ ճշտենք ում է դավանը։ Չեմ, ես նախ սաղ շատ վաղանցյալում է եղել։ Դո աղջիկ ջան, այդ ինչ մի բան է որ ես պրյամոյ ասում եմ, պիտի դրանցից գիտեմ։ Ես նայ ինչ եմ ասում, ճգնավորները իրանց բերանը քար էին գցում, որ հայոյանք չանեին։ Հայոյանքը հավատքի հետ լավ բան չի։ Լավ իմացի, ես 20 տարի հայոյանք չեմ արել։ Քարը բերանս եմ գցել, որ ասենք հայոյանքի պահը գալիս է, ուրեմն արագ քարը զգացնել է տալիս, մարդը հայոյանք չի անում։ Ուրեմն գյումրեցիներն էլ ընդհանրապես հայոյանք անող են, միտքան խառնվեք։ Ձեր հորտունը հայոյանք չկա, քսե հերա որ գնացիր հարս հայոյանք չի լինի, հանգիստ եղի։ Քսե ուրեմն գնացել ես մերեր տուն, եթե քսեց հեր տունը հայոյանք չի եղել, բանը հերա այդ հարս գնալու տունը հայոյանք չի եղել, փողոցը հայոյանք չես լսել, ուրեմն գնացել ես մերեր տուն, այսինքն դի գյումրվա անեկդոտ է, գնացի։ Հայոյանքից նաև սպառնում եք, Վայ, ոչինչ, աղջիկ ջան, մի վախենա։ Ճանապարհ ես գնում եմ, ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանն էր նաև անդրադարձել այդ ձայնագրությանը։ Ինչ լավ է։ Ասեցի էլի։ Չէ, նա Էլ ինչ ես ուզում։ Այն դուրս բրծուկները, ովքեր կփորձեն ժողովրդի կամքին հարկադրել, նրանք ամենաարագը կհայտնվեն։ Ճիշտ է ասում, ես էլ եմ կողնագից, եւ իրենց կողմից եմ, եւ իրանք էլ թող իրանց մասին մտածեն, որ անպայման իրենք կհայտնվեն համապատասխան տեղերը, որովհետեւ իրենք հիմա այդ տեսեք ոնց են ստիպում մարդկանց, թե ինչ պետք է անեն։ Վայ դուք ով եք, աղջիկ ջան, դուք որտեղից եք, ես մի հատի տեղը երկու հատ ունես։ Ասա լավ, նայեմ ես աղջիկն ինչ կսա։ Ընտրվելու դեպքում վրեժխնդիր կլինեք ձեր Ումից։ Դու աղջիկ ջան, ինչ վրեժխնդրել։ Աղջիկ ջան, ես վրեժխնդիր միայն Թուրքից եմ լինում։ Ես այնքան բարի մարդ եմ, ես վրեժխնդիր չեմ լինում, բայց ես իրանց կոչ եմ անում, որ չափի մեջ պահեն իրենց, որովհետև չափի մեջ մնալը ճիշտ է։ Օրինակ դու չես գտնում, որ պետք է խաղաղ լինեն, չափի մեջ լինեն, անձնական դաշտ չմտնեն, թող ծրագրերը ներկայացնեն, բան անեն, բայց մարդկանց չկպնեն։ Լավ չի։ Սուդ եք խոսում, դուք սա սուդ, այ ջայել աղջիկ եք սուդ եք խոսում։ Միակ մարդ եմ, որ ես ոչ թե կպնում եմ, ես ասում եմ ինչ են արել։ Ինչ արած է, եթե կպնել եք համարում, ուրեմն դուք չարաչար սխալվում եք։ Հիմա տես երկու հատ միկրոֆոն կա քո ձեռքը։ Ես ասում եմ երկու միկրոֆոն կա։ Հիմա ես քեզ կբա ինչ որ կա այն եմ ասում, ուրիշ բան չեմ ասում։ Տեսեք, արդյոք այս հեռախոսազրույցի հրապարակումը, այսպես ասած, հիմք է տալու, որպեսզի ձեր նկատմամբ քրեական բարույթ Տոքի դատախազություն դիմել եք դիտողական Բա ինչ լավ է։ Դո դատախազություն է, ես սպասում եմ շարերը սրանց, ես ասում եմ Խիշինյանի մասին, իրանք դրա մասին չեն մտածում են սդից մտից բան է։ Հիմա եթե նմանատիպ բան անեն, Անգարայի օրը կգնեն, զգուշ մնան։ Հիմա տեսեք Անգարան ինչ է։ Թող փորձեն ինչքան շուտ ինձ այդպիսի բան անեն, այնքան շուտ ժողովուրդը ոտքի կգնի, ոտքի կերնի եւ սիրուն իրանք կասեն մնաս բարով։ Դե թող սկսեն կտեսնեն։ Հաջողություն։ Դու աղջիկ ջան, ասա, ինչ է աղջիկ Արդեն մյուս ընդդիմադիր ուժերի հետ կմիավորվեք, եթե Այո, սիրուն ջան։ Ոչ բոլորի հետ, անպայման ոչ ՔՊ-ի հետ։ Ես ընդդիմադիր նշեցի։ Ընդդիմադիրը, բայց ընդդիմադիրը այդ տղեկը բոլորը այսօր ընդդիմադիր չեն իրենք։ Թե չէ։ Այդ անունները որ տվեցի, բացի ԿՊ-ից։ Մարտուն Գրիգորյանը։ Բոլորը ուրեմն ընդդիմություն են, այդ էլ արդեն կաբրենք կտեսնենք։ Եթե քաղաքի շահերից պետք եղավ անպայման։ Օրինակ, եթե երկրորդ տեղը զբաղեցնեք, կոալիցիա կկազմեք ընդդեմ ԿՊ-ի։ Ում հետ։ Եթե իր հետ ընդդիմադիր ուժերի հետ պարդադիր կազմելու ենք բացի ԿՊ-ից։ Հասկանալի։ Դու ինչ խառնվել ես իրար, հա։ Հեռուստաբանավեճին մասնակցելու եք։ Ոչ, ձեր հեռուստաբանավեճին չեմ մասնակցելու, որովհետև ոչ, ստեսություն, ինչքան ցեզանից հեռու ենքան Աստծուն մոդիկ։ Դուք եք խառնողը, ձեր տերերն եք խառնողը, խաղեմ ձեր տերերի։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։